Պարոն Հովհաննիսյան, տեսնում եմ ձեզ դատական նիստերին պարբերաբար գալիս եք, ոչ միայն այստեղ հաճախ հանդիպում ենք դատարանների բակում, ի վերջո հաշվի առնելով դատարանի որոշումը մեղավոր ճանաչելու, այսօր կոնկրետ պատժի տեսակի ու պատժաչափի վերաբերյալ որևէ ակնկալիք ունեք, որևէ լուծում, որը գոնե քիչ կվնասի Սրբազան հորը, այն էլ առողջական խնդիրներ ունեցող հոգևորականին։ Ակնկալիք ես չունեմ, բայց մի բան կարող եմ ասել, որ եթե մինչ այս բոլորս հետևել ենք, գիտակցել ենք, քննադատել ենք եւ իգիտություն երբեք չենք ընդունել Հայաստանի արդարադատությունը, դատական համակարգի անկախությունը, ինքնուրույնությունը եւ իրավականությունը եւ նույնիսկ այս Սրբազանի վերաբերյալ դատավճռից հետո այսօր եթե ինքը ազատ չարձակվի կոնկրետ այս դատավորը իդեմս այս դատավորին եւ ամբողջ հայաստանյան դատական համակարգը ուղղակի դատապարտված է Սրբազան եթե այսօր ֆիզիկապես ազատ չարձակվի անկախ նրանից սրանից առաջ ինչ է եղել ինչ վճիռ ես կարծում եմ որ սա կլինի դատական համակարգի բանդարգությունը եւ հայ ժողովրդի համար վերջի հազանգը մյուս Բակրատ Սրբազանի, պարոն Ղարաբեդյանի եւ բոլոր քաղաքական բանդարգալների զուգահեռ։ Հրավառություն չեմ սպասում, բայց սպասում եմ, որ Հայաստանը բահի մարդկայնության եւ իրավականության վերջի գաթիլը եւ եթե դա այսօր գործրեց կոնկրետ այս երդասարդ դատավորին եւ իր բոլոր գոլեգաները մեծ ու փոքր գլին դատապարտված հայոց պատմության մեջ։ Հույս կա, որ դատավորը որոշի ազատ արձակել Սրբազանին, այդպիսի հույս կա ձեր մոտ։ Հույս երբեք չենք կդրում։ Մեր ժողովուրդը, մեր պետությունը եւ ազգը բոլոր եղանակներում, բոլոր պայմաններում պիտի հույս չգդրի եւ բայկարի շարունակի ակնկալեր վաղը նորից կհանդիպենք այստեղ դատարանի բակում, դատարանների մեջ, այլ միջավայրում, բայց այդ բայկարի մի հանգրվաններից մեկն է, իր անունը Միքայել Սրբազան է, ինքը կապ չունի այս շենքի հետ եւ այս դատավորի հետ եւ ինքը պետք է վերադառնա իր հոգեվոր ծառայության։ Ակնկալիք չունեմ, բայց հույս միշտ ունեմ։ Պարոն Հովհաննիսյան, պայքարի հանգրվաններից մյուսն էլ փաստորեն այսօր եք հայտարարել, ժառանգությունը հայտարարել է Վաղարշապատի քաղաքապետի ընտրությունների մասնակցության մասին, սրանով ուզում եք փոխել իրավիճակ, ինչ շրջադարձային կլինի արդյոք ձեր մասնակցությունը։ Չեմ ուզում մեծ ու մանր խոսել սրա մասին, ուղղակի որոշում է, որ ժառանգության վարչությունը ընդունեց, ունենք արժանի տեխնաձու եւ կլինի նաեւ ամբողջական համապարփակ ցուցակ ներկայացնելով մեր հասարակության բոլոր շերտերը գուսակցական, անգուսակցական բոլոր սերունդների ներկայացուցիչներով եւ կարծում եմ որ չասենք շրջադարձային, բայց ինքը նաեւ մենք մեր դերակատարում կգադարենք, որ բեգումնային լինի եւ մաս կազմենք Էջմիածնում, Վաղարշապատում այս իշխանության փոփոխության եւ սա թող հիմք կլինի ընդհանրապես մեր համապետական ազատագրման։